Հայաստանում չկա եւ չի կարող լինել քաղբանտարկյալ։ Բոլորը ստանում են 5 տարի, ինքը ստացել է 10 տարի։ Խտրականություն։ Քաղբանտարկյալ կարող լինի միայն քաղաքական գործիչը։ Քանի քաղբանտարկյալ կա Հայաստանում։ Հենց այդ ամբողջը, բայց մենք ինչ ենք մեզ ճղում։ Մենք ունենք մարդ, ով որ արդեն կես տարուց ավել բանտում անստած վիրավորանք հնչեցնելու կասկածանքով։ Այսօրվա այդ հայեմատած այն ժամանակ պրոստը փառքեր էլի։ Եվրոպական բարձր ատյաններում եւ ԶԼՄ-ներում հնչեցվեց հետեւյալ միտք, որ Հայաստանում չկա եւ չի կարող լինել քաղբանտարկյալ։ Ես խնդրում եմ դու ինձ օգնես հասկանալ, արդյոք դա տենց է եւ ինչն է ընդհանրապես քաղբանտարկյալը։ Ոնց մենք կարող սահմանենք այդ անվանումը եւ մարդկանց կիսենք, արդյոք նա քաղբանտարկյալ է թե ոչ։ Հա, սա մարդկական հարց է, որտեվ հաճախ ենք լսում, որ քաղաքական տարբեր խոսույթներում իրավապաշտպանները, քաղաքական գործիչները այս մարդը քաղբանտարկյալ է, այն մարդը քաղբանտարկյալ չի, ոնց ենք որոշում։ Երկար ժամանակ քաղբանտարկյալ եղել է քաղաքական հասկացություն։ Եվ ինչով է քաղաքականը իրավականից տարբերվում, որ իրավաբանությունը все-таки ինչ-որ տակաբան ունի, էլի։ Որոշակիության էլեմենտ ունի, սահմանումներ է օգտագործում, չափանիշներ է օգտագործում։ Իսկ քաղաքականը ավելի արժեքային երևույթ է, ինչ-որ ամեն մեկը կարող է իր արժեքային համակարգից ելնելով գնահատականներ տալ։ Բայց այդպես էր մինչև 2000, չեմ սխալվում, 12 թվականը, երբ որ ընդունվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից շատ հայտնի 1900 բանաձևը, որտեղ որ տրվեց քաղբանտարկյալի սահմանումը, շատ հստակ, շատ լավ սահմանում տրվեց, ոչ ամբողջական կարող ենք ասել, որտեղ այնտեղ բաներ կար, որ կարելի է մի քիչ ավելի զարգացնել, բայց ամեն դեպքում մենք ունենք հստակության բավական բարձր աստիճան ունեցող սահմանում։ Դա հետևյալն է, որ քաղբանտարկյալ են բոլոր նրանք, ովքեր որ չափանիշ առաջին ազատությունից զրկված են, այդպիսիք շատ են, չափանիշ երկրորդ, ազատությունից զրկված են խտրական պատճառներով, խտրական հանգամանքներում, այսպես ասեմ, 5 կետ է, ուզում եմ ամփոփելով ասեմ, խտրական հանգամանքներում, օրինակ, ազատությունից զրկված են մի արարքի համար, որը չի կարող հանցագործություն դիտվել, բայց դա գնահատվել է որպես հանցագործություն։ Մյուսները նույն բանը անում են, հանցագործություն չի գնահատվում։ Կամ այո, դա հանցագործություն է, բայց բոլորը ստանում են 5 տարի, ինքը ստացել է 10 տարի։ Խտրականություն։ Հա, խտրականություն։ Երկրորդ չափանիշը խտրական լինելն է, բայց դրանով էլ բավարար չի։ Այսինքն կարող է լինի ազատությունից զրկված մարդ, որը որ խտրական պատճառով ազրկված, բայց ասենք այդ խտրականը լինի այն պատճառով, որ ինչ որ անձնական կամ խմբային ինչ որ հարցեր են եղել։ Երրորդ չափանիշը կա այստեղ, որը ամենաբարդն է իրականում, բայց անլուծելի չի այս խնդիրը, որ այդ հանգամանքը, այդ խտրականությունը պետք է դրսևորված լինի քաղաքական պատճառով։ 1, 2, 3 Եվ այս տեսանկյունից կարելի է բազմաթիվ գործեր դնել, գնահատել ու ասել այստեղ այս չափանիշները կան թե չկան։ Բարդի իհարկե քաղաքական պատճառն է։ Եվ շատ հաճախ կա քաղաքական մոտեցում, որը նախորդ շրջանում եղած տրամաբանության շրջանակներում, որ քաղբանտարկյալ կարող լինի միայն քաղաքական գործիչը։ Լսել ես այդպիսի մոտեցում։ Լսել եմ, բայց համաձայն չեմ այդ մոտեցման հետ, քանի որ տարածված մոտեցում է։ Բայց եվրոպական այս սահմանման շրջանակներում հեչ պարտադիր չի, որ մարդը լինի քաղաքական գործիչ։ Ընդհանրապես պետք է որ ազատությունից զրկողը ունենա քաղաքական պատճառներ։ Դա կարող է լինել լծակներ։ Լծակներ, չէ, զրկելու պատճառների մասին է խոսքը։ Զրկելու պատճառը լինի քաղաքական։ Պայմանական դու պայքար ես մղում X ինստիտուտի հետ, ընդունենք եկեղեցու դեմ պայքար ես մղում, եկեղեցու ինչ որ նվիրապետ դու իրեն համարում ես ազդեցիկ, որպեսզի այդ մարդուն զրկես իր կառույցը պաշտպանելու հնարավորությունից, ազատությունից զրկում ես։ Այդ մարդը քաղաքական գործիչ չի, քաղաքական գործունեություն չի իրականացնում, քո խնդիրը քաղաքական հակառակորդը չի, այլ այնա, որ դու ունես քաղաքական խնդիր եկեղեցու դեմ պայքար, օրինակ։ Կամ եւս մի հետաքրքիր տարբերակ, որ նույնպես ընդունված տարբերակներից մեկն է, դու ունես ոչ քաղաքական ինչ-որ մի կառույց, որտեղ որ քեզ պետքա նշանակում անել քո հարազատներից մեկին, քո քաղաքական ուժին լոյալ ինչ-որ մեկին։ Այնտեղ աշխատում է մեկը, որը որ ոչ թե լոյալ չի, ոչ թե քեզ հակառակորդ է, այլ պարզապես լոյալ չի։ Քեզ պետքա իրան փոխել։ Դու իրան օրինակ ազատությունից զրկում ես, որպեսզի տեղը նշանակես
քեզ պետքական ինչ-որ մեկին։ Այդ մարդը քաղաքական գործիչ չի, քաղաքական գործունեությամբ չի զբաղվում, բայց էլի ստացվեց քաղբանտարկել։ Հասկանալի է։ Եվ դրանից ելնելով մենք կարող ենք քանի քաղբանտարկյալ կա Հայաստանում։ Դե հիմա Սահմանման։ մենք 5 իրավապաշտպանների նախաձեռնությունը, որի այսպես շրջանակներում եմ ես նաև իրավապաշտպան գործունեություն իրականացնում, մեր այլ գործընկեր կառույցներ հաճախ տալիս են գնահատականներ, բայց որ ասենք որ մի հատ միասնական ռեեստր կա, ցավոք սրտի այդպես չի։ Ու կարելի ասել, քանի որ օրեցօր փոփոխական է այդ թիվը։ Նաև այդ պատճառով։ Բայց որպեսի տանք սահմանում, պետքա առաջի չափանիշից ելնենք, ու մենք համարում քաղբանտարկյալ, հիշում ես առաջին ասացինք ազատությունից զրկված մարդկանց եւ եթե մենք դրա տակ հասկանում ենք եւ պետքա կարծում եմ հասկանանք նաեւ տնային կալանքի տակ գտնվող մարդկանց, որտեղ ազատությունից զրկված է սոժը, ապա ես մոտավորապես այս պայդրությամբ մինչև 20 թիվը կնշեմ 4 հոգին վստահ բանտային կալանքի ներքո եւ 10-ից ավել տնային կալանքի ներքո։ Տնային կալանքի ներքո։ Կարանք ասենք, որ ձերբակալությունը դարձել է միջոց քաղաքական հարցերը լուծելու։ Ձերբակալությունը հիշի որ իրավաբանի հետ ես խոսում, մենք քիչ տառակեր ենք, էլի։ Ձերբակալությունը առանց դատարանի սանկցիայի են կարճ շրջանն է։ 72 ժամ։ Այո, օրինակ օրերս հայտնի դեպք եղավ Արցախցի կնոջ 5 երեխաների մայր, կարող է լսած լինես, այդտեղ հենց դրան ձերբակալվել էր կինը, բայց չէր կալանավորվել եւ չէին էլ դիմել կալանքի։ Մենք այստեղ կդժվարանանք քաղբանտարկյալ տերմինը կիրառել, որովհետեւ այնուհանդերձ դա եղել է ոստիկանական միջոց, այլ ոչ թե կալանք դատարանի որոշմամբ ավելի հիմնավոր եւ այլն։ Այսինքն մարդը ազատությունից զրկված այո եղել է, ռեպրեսիա այո եղել է, բայց որպեսզի մենք սահմանումները եւ բայց եթե իրան փորձում են լրացնել ու լրացրեցին դրանով, դե հիմա իսկով ասում որ եթե ինչ-որ մեկին փորձում են լրացնել եւ լրացնում են, պարտադիր այդ մարդը պետք է լինի քաղբանտարկյալ։ Մարդուն գործից հանում են կամ սպառնում են գործից հանել, մարդը լրում է, էլի եղավ ռեպրեսիա, այսինքն ռեպրեսիայի միակ ձևը քաղբանտարկյալ դարձնելը չի։ Okay։ Դրա համար եմ ասում, մենք իրավաբաններս մի քիչ ձեռնպահ կմնանք ձերբակալումը քաղբանտարկյալ դիտելու հարցում։ Մենք միշտ փորձում ենք եւ հետագա կալանավորում։ Կալանավորումն ենք մենք դիտում չափանիշ սովորաբար, որտեղ նորից ասեմ ձերբակալումը այնուհանդերձ ոստիկանական միջոց է, այլ ոչ թե դրան ներգրավում է նաեւ դատական իշխանությունը որպես ռեպրեսիվ գործիք։ Որտեվ ըստ արտադրության նախարարության տվյալների 25-ի վերջում կալանավորվածների թիվը դատապարտվածներից ավել էր։ Դա հայտարարություն է։ Մեր բանտերում 64% կալանավորված են եւ ընդամենը 46% չեղավ, երևի 56-46 ուրեմն դիներ կամ 64 ու 36 36 ընդամենը այդքան էր տարբերությունը։ Այո, այդքան մեծ էր տարբերությունը։ Մաթեմատիկայից ես ուժեղ չեմ, բայց շատ մեծ է տարբերությունը ու նույնիսկ այդ արմավիլ ԿԿ-ն տեղ չկար դատապարտվածների համար, էլի արդեն որ ստացել է վճիռը ու քրեականով անաստած։ Չեմ ասում որ բոլոր կալանավորվածները քաղաքական հարցերով են, բայց համակարգը շատ դանդաղ ու ծանրաբերված է աշխատում այդ մանր մունր վենդետիկներով, այդ հարցերով, այդ քաղաքական հարցերով մենք ունենք տասնյակ մարդիկ, ովքեր կալանավորվում են ոչ քրեական հոդվածներով, քրեորեն ոչ պատժելի հոդվածներով։ Այսինքն արարքների համար, որը որ չպետք է այդ մարդիկ առասել։ Այ այստեղ խնդրեմը եւ զավեշտը նրանում է, որ մեր երկիրը տասնամյակներ շարունակ քննադատվում էր հենց կալանավորների մեծ թվի պատճառով։ Հիմա ավելի մեծ է թիվը։ Ես չեմ հիշում երբևէ որ այս աշճան մեծ լինի, այսինքն երբևէ որ դատապարտյալներից շատ լինի։ Եվ քննադատվում էր, ոչ թե քննադատվում էր ամոթեր անում պետությունը անցնում էր առաջ, չէ, միջոցներ էր ձեռնարկում։ Տարիներ շարունակ միջոցներ էր ձեռնարկում եւ դրա համար 2007 թվականից պետությունը ձեռնամուխ եղավ նոր մոդել մշակելուն։ Ես էլ դրան անմիջական մասնակից եմ եղել, 4 հոգանոց աշխատանքային խումբ ա եղել, շատ երկար ենք աշխատել նոր մոդել մշակելու, որպեսզի այս խայտարակ վիճակը վերանա, բայց այսօրվա այդ համեմատած այն ժամանակ պրոստը փառք էր էլի։ Եվ այդ համակարգի կարևորագույն էլեմենտը այն այլընտրանքային խափաման միջոցների ընդունումն ու գործարկումն էր, որ
շատ ավելի ուշ եղավ։ Սիստեմը 10 տարուց ավել, այսինքն 10 տարուց ավել տտևեց։ Այդ տնային կալանք, վարչական հսկողություն, գրավը որպես գործուն միջոց եւ այլն, այդ ամեն ինչը վերջնականապես ձևավորվեց 2023 թվականի հունվարի 1-ից։ Ընդամենը 2 տարի։ Եվ պետքա որ այս ընթացքում շեշտակի նվազում լիներ բանտային կալանքի տակ գտնվողների շեշտակի, որովհետև սիստեմը դրա մասին է, որ բանտային կալանքը պետքա ծայրահեղագույն մի դեպքերում կիրառվի։ Եվ որպես կանոն պետքա շանս սկզբից տրվի մարդուն ավելի մեծ խափանման միջոցի շատ բնական բան է, որ դու անմեղ ես, անմեղության կանխավարկած տագործում քեզ ինչ ենք տանում բանտ։ Չէ որ քեզ ազատությունից ենք զրկում, այլ ոչ թե քեզ զրկում ենք հազարը մի ուրիշ բաներից։ Իսկ իրականում եթե խոսենք ազատությունից զրկելու դասական հոգեբանական վիճակի մասին, ապա դա ոչ թե բանտային կալանքն է, այլ տնային կալանքն է։ Դե անկեղծ խոսենք, կարելի է համեմատել բանտային կալանքը որպես խոշտանգում նաև։ Դե հենց հետա ինքը միշտ դաժե եթե դու չես ուզում խոշտանգել, ինքը մեկա խոշտանգման շատ կներես մտ բան օրինակ բերեմ, էլի, ասենք այդ մարդիկ օրինակ ունիտազ չունեն։ Հա։ Կներես էս օրինակն եմ բերում, բայց մարդիկ որ ավելի մաշկին մոտ հասկանան, էլի, դա հաստատ ազատությունից զրկելու կոնցեպտից դուրս է, չէ։ Դրա համար եմ ասում, որ եթե անկեղծ խոսենք, ապա ազատությունից զրկելու գաղափարը շատ ավելի հստակ երևում է հենց տնային կալանքի ներքո, այլ ոչ թե բանտային կալանքի։ Մարդկությունը առաջ է գնացել, մեխանիզմներ է մշակել, սիստեմներ է մշակել։ Այս փոքր օրինակ բերեցի մի անգամ էլ ներողություն դրա համար, բայց որ մարդիկ հասկանան։ Շատ կարևոր օրինակ։ Հիմա այս պահի տեսանկյունից, այս հանգամանքի տեսանկյունից մենք պրոստը չէր կարա սենց բան լիներ։ Պրոստը չէր կարա լիներ, բանտային կալանքը ավելի շատ, քան դատապարտությունները։ Պետք է շեշտակի նվազում լիներ, բայց արի ուտես։ Այսինքն սա եւս մի անգամ հաստատում է, որ լավ օրենքով չես կարա դու հարց լուծես։ Լավ կիրառող է պետք եւ ազնիվ կիրառող է պետք եւ եթե դու ունես թղթի վրա գրած լավ օրենքներ, լավ մեխանիզմներ, որոնք որ դրվատանքի են արժանանում, բայց դե հենց այդ է խնդիրը ու իմ հարցը ինչի շուրջ է, որ լավ կիրառող ու եթե ես ճիշտ եմ հիշում քո բերած փաստերը, երկրորդ գլուխը այդ եվրոպական կոնվենցիայի այդ քաղբանտարկյալների է խտրականություն։ Այո։ Եթե մենք ունենք մարդ, ով երկրորդ չափանիշը, երկրորդ չափանիշը, երբ որ մենք ունենք մարդ, ով կասկածվում է սպանության կամ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելուն ու ինքը տնային կալանք է ստանում, եւ մենք ունենք մարդ, ով որ արդեն կես տարուց ավել բանտում է նստած վիրավորանք հնչեցնելու կասկածանքով։ Արդյոք դա համաչափ է։ Հետո որ ես տեղակ չէ որ կես տարուց ավել է նստած։ Նարեկը տնային կալանքի։ Հիմա տնային կալանք։ Վազգենը երևի նկատունը, չէ, Վազգենեք նոյեմբերի 13-ից են նստած։ Դե գումարային ավել էլ է ստացվում, եթե գումարես են առաջի Դե այն ուրիշ գործ էր։ Բայց էլի վիրավորանքի։ Հա։ Եվ երբ որ ունենք սպանության կասկածյալ, որը տնային կալանքի տակ է նստած։ Չէ, սկսենք դրանից, որ այդտեղ խնդրեմը այն չի, որ սպանության համար կասկածվողը պարտադիր պետքա բանտում լինի։ Չեմ ասում պետք է բանտում լինի։ Համաձայն եմ, sense որ նայում ես, հենց այդ է ամբողջը, բայց մենք ինչ ենք մեզ ճղում։ Եվ սիստեմը պետքա նենց աշխատի, որ ոչ թե բացառի օրինակ սպանության համար մեղադրվող ինչ հանգամանքներում, նորից ասեմ, ինչ հանգամանքներում կարող է եւ օրինակ գտնվի տնային կալանքի տակ դա կարա տենց լինի, նես չի որ դա բացառված է։ Անմեղության կանխարգելվածը հազարը մի ուրիշ գործոն կա, այդտեղ տարբեր հանգամանքներ մենք չենք կարա իմանանք հանգամանքները ինչպիսին են մարդը մի խոսքով եւ հենց էս է հարցը չէ որ սա խափանողական միջոց պետք է լինի նպատակը պետք է լինի խափանելը հիմա նույն Վազգենի Նարեկի օրինակը բերենք Վազգենը բանտում է Նարեկը տնային կալանքի տակ է Վազգենի Նարեկի օրինակը բերենք իրակ ինչի են բանտում ձևակերպումը օֆիցիալ պատճառաբանությունը որն ասում է, եթե դուք անազատության մեջ չլինեք, դաժե sense վարչական հսկողության տակ լինեք, մեկը երաշխիք չկա, որ դուք եթեր չեք մտնի ու քֆուր չեք տա։ Ախր շատ WTF։ Այո։ Գրանցեք մեր ալիքին, խնդրում եմ մեկնաբանեք, կիսվեք եւ ձեր կարծիքը նաեւ այդ թեմայի հետ կապված կիսեք մեր հետ, մենք կփորձենք պատասխանել ձեր մեկնաբանություններին։ Իրոք որ WTF, բայց Ռուջան խտրականություն կա։ Դե հա։ Լավ օրենքի վատ կիրառում կա։
Հա, բայց էլի ես մի քիչ դիսկոմֆորտ եմ այս օրինակի հետ։ Սա մի քիչ Լավ, ուրիշ օրինակ։ Չէ, այս օրին ասեմ ինչի եմ դիսկոմֆորտ։ Ինքը լավ օրինակ է, բայց իրավաբանի օրինակ չէ, որտեղ իրավաբանը պետք է հնարավորինս մոտ օրինակներ լինեն։ Ես ասեմ ավելի լավ օրինակ, որը որ իրավաբանի համար է կոմֆորտային օրինակ, որ լինի վիրավորանք եւ կա վիրավորանք, շատ հաճախ ենք մենք տեսնում եթերում, քֆուր, քյաֆար եւ այլն, որոնք որ լինեն այլ քաղաքական դիրքավորում ունեցող, այդ մարդիկ ոչ մի բանի, ոչ մի հետևանք իրանց համար չառաջանա։ Ես օրինակ բերեմ, շատ կոնկրետ օրինակ բերեմ։ Կա մի քաղաքական գործիչ, որի անունն է պրո իշխանական քաղաքական գործիչ, որի անունն է Լևոն Բարսեղյան։ Ահա։ Գյումրիի Ավականու նախկին բան, հավակնորդ, այո։ Հա չէ, ավականու անդամ էլ ա եղել ժամանակին, ընտրություններում պարտվեցին, էական չի, այդ Լևոն Բարսեղյան մի խոսքով, սորոսական քաղաքական հոսանքի ներկայացուցիչ։ Ես հիշում եմ, որ այս մարդը մտավ եթեր, ինչ որ, չգիտեմ, իրան ինչ էին ասել, բայց մտավ սկսեց վերջի հայոյանքները տալ եթերում։ Ու ինչ ու ոչ մի բան։ Իսկ հաղորդում եղել է իր այդ հայոյանքների հետ կապված։ Եղած կլինի այդ, վստահ եմ, որ եղած կլինի։ Ես չեմ տվել, որովհետև ես Սամվել Վարդանյանի դեպքից հետո ինձ որևէ մեկը չի կարող ասի, որ այս պետությունը արդյունավետ է գործում որպես քննություն իրականացնող մարմին։ Ես չեմ անում, բայց վստահ եմ, որ հաղորդում տվողներ կլինեն, եւ դա էական էլ չի կան թե չկան։ Դա եթերային է, դա դու պարտավոր ես դա քո նախաձեռնությամբ նախաձեռնես, իհարկե։ Օրինակ տեղեքի նկատմամբ երկրորդը չէ, այս մեկը չէ, բայց նախորդը հետենց էլ ձևակերպել են, ինչ որ մի օպերալիազոր Արտյոմ Կարծեմ Սերոփյան անունով պաշտոնական փաստաթուղթ եմ ասում։ Մոնիտորինգ էր իրականացնում, մեկ էլ օրայս ինչա դրել, զեկուցագիր դրել հանցագործության մասին հաղորդում, հիմա այդ Արտյոմը ինչ եղավ։ Երբ որ հակառակ քաղաքական հոսանքի ներկայացուցիչն է եթերում քֆուրներ տալի։ Համես եթե դա լիներ sense որ ժողովուրդ ջան, տեսեք, այս հիմա ասում եմ ոնց է քաղաքականությունը իրականացվում ընդհանրապես նորմալ երկրներում։ Ինչ պատճառով դեբատ է լինում, սովորաբար պարլամենտում, որ գիտեք, ոնց որ ստեղ մոտ խնդիր ենք մենք ունեցել։ Հա, մարդու իրավունքներ կան, բան, բայց ոնց որ չերես ջուրը արդեն էս քֆուր քյաֆարը եթերում։ Օրինակ։ Նորից ասեմ, ես համաձայն չեմ դրա քրեականացմանը, բայց ես մեխանիզմ եմ ասում, ոնց է արվում նորմալ երկրում։ Քննարկում է արվում, տարբեր դիրքորոշումներ են լսվում, հետո որոշում կայացնող մարմինը որևէ կերպ դա ձևակերպում ասում, տեսեք, մենք մինչև 3 դա չենք կիրառում, կամ մինչև 3 մեկ օրենքը սենց ենք հասկանում։ Իմացեք ժողովուրդ, վաղվանից քֆուրտակ բռնելու ենք ախպեր։ Okay, հասկացա։ Դա կլինի շատ ավելի տրամաբանական ու շատ ավելի ճիշտ։ Տեղեքի դեպքում օրենքի բացի չէ, օրենքի կամ պրակտիկայի հանկարծակի փոփոխության խնդիր էլ կար։ Իրավաբանությունը ի բնե պետք է նենց լինի, որ քո համար կանխատեսելի լինի, դու ինչ պետք է չանես, որպեսզի խնդրեմ չունենաս։ Էս էլ է հարցը։ Հասկանում եմ, լավ, մի հատ ուրիշ լրիվ անսպասելի տեսակետ եմ հայտնում։ Վայ։ Մենք ունենք ահռելի կալանավորվածների թիվ, Այո։ որը բեռն է պետության վրա։ Այսինքն ես ու դու մեր հարկերից վճարում ենք պետությանը, որ պետությունը այդ կալանավորվածներին պահի, չէ՞։ Վճարում աշխատավարձ այդ հիմնարկներին, ուտելիք, լույս, ջեռուցում, չգիտեմ, ջրի վարձ, այդ ամբողջը։ Հիմա էֆեկտիվ կառավարման բանը մենեջմենթը պատկերացնում է, որ պետք է նվազեցնես ծախսերը, որոնք պարտավոր չեն լինեն որպես ծախս, չէ՞։ Ու դու ունես ալտերնատիվ միջոցներ, որոնք տնային կալանքն են, չհեռանալու ստորագրություն եւ այլն եւ այլն։ Հələ որ սա հասկանալի ճիշտ եմ, չէ՞ ասում։ Չէ։ Չէ, սխալ եմ ասում։ Համաձայն չեմ, պրոստը վերջացրու, որ ասեմ։ Ու եթե դու կարաս մարդկանց չկալանավորես, այլ տնային կալանքի ենթարկես կամ Ինչի ես կալանավորում եւ փող ծախսում ավելի շատ։ Այդ է փաստարկը։ Հա։ Այդ փաստարկը կաշխատեր, եթե մենք չունենայինք տնային կալանքի վարչական հսկողության դեպքում եւս մեծ ծախս։ Նա այդ բրասլետները Բա իհարկե, բա դա էլ է ծախս, բանդերել են անհամեմատելի են։ Մի ասա, ժամանակին ես տնտեսագիտական կողմը չգիտեմ, բայց ժամանակին նաև մոտեցում կար եւ երկրներ կան, որ այդ մոտեցումը ունեն, որ այդ ծախսերը պետքա вообще մարդկանց վրա մնա։ Okay, Չինաստանի հա, եւ եթե չեմ սխալվում, օրական առնվազն 3-4 հազար դրամ առնվազն ծախս է գնում այդ ամեն ինչի վրա։ Հիմա ես չգիտեմ կարող անդե 5-6 է, ստեղ 3-4 է ու այդ առումով դու ճիշտ ես։ Մի 2000
տարբերություն է տալի, բայց ասել, որ այնտեղ ծախս չի արվում, այնտեղ Չեմ ասում ծախս չի արվում, ավելի քիչ է ծախսը եւ բյուջեի վրա բեռը ավելի քիչ է, այսինքն հարկատուի վրա բեռը։ Այդ գումարը կարելի է ծախսել նույն բանտախցերը բերել մարդավարի տեսակին, որ մարդիկ չեմ մտածել դրա մասին, նորից ասեմ, ես որտեղ միշտ այն կարծիքին եմ եղել, որ թեկուզ թող պետությունը մի քիչ ավելի շատ փող ծախսի, բայց բանտերը ավելի քիչ մարդկանցով լցված լինեն։ արդյունավետ ծախսի, ոչ թե ավելի շատ, բայց արդյունավետ ծախսի, որտեղ մենք ստանում ենք ահազանգեր որոշ բանտերից, որ անմարդկային պայմաններում են մնում, որ հերթով են քնում բանտերում։ Հա, արդեն այդ վիճակն է, որտեղ տեղ չկա։ Պատկերացրեք հերթով քնելը որը սա, որ դարն է 21-րդ Արդեն սկսել է այդ վիճակը, որովհետև գերբեռնված են։ Ընդ որում երկար ժամանակ գերբեռնված չեն եղել, ստեղ էլ մի հատ ուրիշ հարց է առաջանում, որ երկար ժամանակ Բերեքշում համաներում չի տեղի ունեցել եւ դա նույնպես գործոն է, որը որ այդ գերբեռնվածությանը։ Այս ընտրություններին ընդառաջ ինչ որ բան տենց չի սպասվում, օրինակ մայիսի 28-ին, Այս 28-ին համաներում անի։ կամ մայիսին արդեն այնց է փչացրել, որ դժվար թե համաներում անեն մայիսինի կապակցության, մայիսի 1 Ես սենց եմ մտածում։ Եթե այդ հարցին անդրադառնանք, այդ հարցին կանդրադառնանք քաղաքական տրամաբանության շրջանակներում։ Ես համարում եմ, որ իշխանությունը միշտ ունի սենց հայմատություն եմ հասկացնում, օթապարիկներ են, դա դիմության օթապարիկ կա, մի հատ իշխանության կա, մի քանի ընդդիմության օթապարիկ կա, մի քանի իշխանության կա, գլխավոր օթապարիկ կա, որը որ տվյալ դեպքում ԿՊՆ իշխող ուժն լծակներ ունի։ Եվ ի տարբերություն մյուսների, ամեն մեկը ունի իր այն գրուզները, չէ, որ կարա ինքը իշխանության օթապարիկի գրուզները շատ են, որը կարող է գցի ու ավելի բարձրանա։ Հիմա ըստ անհրաժեշտության ինքը այնտեղ բազմաթիվ գործիքներ ունի։ Դա միակ գործիքը չի, բազմաթիվ գործիքներ ունի, որոնք արդեն օգտագործում է այդ գրուզները կամ որ արդեն ինքը օգտագործում է, օրինակ թոշակները բարձրացնելը։ Նիստավո նիսիվո բյուջեում դա դրված չէր, մեկ է սկսեց թոշակ բարձրացնել։ Հիմա եթե տեսնի, որ դրա անհրաժեշտությունը կա, եթե տեսնի, որ պետք է դա անել, կանի։ Բայց ասել թե դա տենց է լինելու եւ դրա անհրաժեշտությունը տեսնելու է, վստահ լինել չենք կարող, թե դրա անհրաժեշտությունը կլինի թե չի լինի, բայց այն որ այդ գործիքը կա ու գրպանում է գտնվում իշխանությունների, դա փաստ է։ Լավ։ Իսկ եթե վերադառնանք մեր քաղբանտարկյալների թեմային եւ դու արդեն հասկացանք, որ պարտավոր չի, որ մարդը լինի քաղաքականությունով զբաղվող անձ, որ համարվի քաղբանտարկյալ։ Դե ֆակտո մենք ունենք պայքար Ալիևի օրակարգի, այսինքն թշնամու երկրի ղեկավարի օրակարգի եւ հայկական ինստիտուտների դեմ մղված պայքար, այսինքն բանակի դեմերը մղված պայքարը, Արցախի դեմեր մղված պայքարը, հա, այն հիմնասյուները, որոնք հայկական պետականության հիմնասյուներն էին, Արցախը, բանակը, եկեղեցին, պետականությունը հերթով կազմաքանդվում են, կարելի ասել, հա, Արցախը արդեն չկա, փաստացի եկեղեցու հետ պայքարը այն մակարդակի է հասել, որ երկրի դե ֆակտո ղեկավարը Եվրոմիության այդ մեծ գագաթնաժողովի ընթացքում բողոքվում է եկեղեցու անդամներից, հա, մեղադրում է իրանց այլ երկրի գործակալ լինելուն։ Հետո բան անում, կանչում է անդեղից հիբրիդային դիտորդներ, էլի, sense ինչ որ հիբրիդային բաներ։ Հիբրիդային դիտորդներ, որոնք պետքա պայքարեն հիբրիդային պատերազմում։ Ինչը ակնհայտ նշանակում է, որ իրանք միջամտություն էլի սկտալու է։ Ուղիղ միջամտություն։ Հիմա սրբազաններ, որոնք կալանավորված են։ Ու այս պահին դրությամբ, երբ որ հաղորդումը նկարում ենք, ունենք մեկ բանտային եւ մեկ տնային կալանքի ներքո գտնվող սրբազաններ, Բագրատ սրբազանը բանտում է, Միքայել սրբազանը շարունակում է տնային կալանքի տակ մնալ, ցավոք սրտի դատարանը չբավարարեց պաշտպանության կողմի միջնորդությունը, որպեսզի ազատի տնային կալանքից։ Միակ բանը, որ արվեց, գոնե պատարակներին մասնակցելու, ոչ թե պատարակ մատուցելու իրավունք տրվեց, ինչու ուղղակի ասենք ամոթ է էլի, ոնց կարելի է թեմակալ առաջնորդին թույլ չտալ, որպեսզի պատարակիչ լինի դա։ Եվ ոնց կարող է դատարանը սահմանափակել պատարակ մատուցելու իրավունքը։ WTF էլի։ Կներեք, որ sense կապ չունեցող բանա, սիրուն չի այս թեմայի հետ կապված սա ասելու, բայց չես կարա չասես էլի։ Չես կարա ասել։ Այո։ Իսկ ով է պետությունը, որ որոշի, եթե դու թույլ ես տալ, եթե դու օքեյ ես դրա հետ, որ
Մասնակցի պատահեց։ որ ներկա գտնվի Նա։ եւ այդ արարողության մաս լինի, ինչն է խնդրեմը, որ լինի հենց մատուցողը։ Դե այդ նույնը ոնց որ դատարանի որոշումը վերականգնել այդ նույն գծի մեջ է, հա, կարգալույց եղած եկեք Շփելու բան։ Հիմա 4 կալանավորված սրբազաններից 2-ն են անազատության մեջ մնացել, մյուս 2-ը փառք Աստծո փոխվեց խափանման միջոցները, բայց տես մարդիկ ասեցին լավ դե վсё, բայց օրինակ նույն Արշակ սրբազանը էլի տեղաշարժի ազատության սահմանափակում ունի, որովհետև չի կարող դուրս գալ վաղարշաբաթ խոշորացված համայնքի տարածքից։ То есть նես չի էլի որ այնտեղ հարց չկա։ Եվ հաշվի առնելով որ հայ առաքելական եկեղեցու Էջմիածինի կաթողիկոսությունը այնտեղ նաև Կիլիկիայի կաթողիկոսության բարական կա որտեղ եւս 20 քանիսն են Էջմիածնի կաթողիկոսության ներքո 50 կարծեմ 5 եպիսկոպոս են ընդամենը այդ 55-ից 4-ը կալանավորված էին Причем ամենակարևոր եւ հա էլի առաջ ամենակարևոր ես պրոստը մաթ անալիզ եմ անում կարևորությունը դեռ մի կողմ թողնել պլյուս 6-ն էլ մեղադրյալի աթոռին են դրվել այն մյուս խայտարակ գործով պլյուս վեհապար հայրապետն էլ մեղադրյալի աթոռին ու դա պրոստը բարեր չեմ գտնում էլի այդտեղ եթերային բարեր չկան բնութագրելու համար այդ մեկը հատկապես նշանակում է որ պետությունը այս խումբը որպես սոցիալական խումբ է 55 մարդուց բաղկացած կամ մենք գործ ունենք մեղամեղա մարդկանց հետ որոնք որ հանցավոր գործունեություն են իրականացնում չխնդալու է իհարկե այդպես մտածելը կամ էլ պետությունը ռեպրեսիա է անում կամ էլ պետությունը քաղաքական գործիքակազմ է օգտագործում եւ բնական է առաջի տարբերակը բացառվում է մնում է երկրորդ տարբերակը եւ դա բացահայտ էր ասում իսկ սա քաղաքական ռեպրեսիա չի ինչ է այստեղ մենակ այս հանգամանքով կարող ենք մենք քաղաքական բաղադրիչը այստեղ տեսնել կստացի մի բան էլ ասեմ մենք ունեցել ենք 4 կալանավորված սրբազաններ Այո հիմա մաթեմատիկա ենք անում այդ 4 կալանավորված սրբազաններից 2-ի պարագայում դատարանի միջդատական վարույթում նախաքննության ընթացքում մի որոշում ա եղել կալանավորելու մասին 2-ի պարագայում 2 որոշում ա եղել, հետո գործը ուղարկվել է դատարան։ Ես իրավաբան չեմ, այսինքն կալանավորում 2 ամսով, 2 ամիս հետո եւս 2 ամսով երկարացրել։ Հասկանալի է։ То есть 6 որոշում ունեցանք։ 2-ի դեպքում 2, 2-ի դեպքում 1։ Եղավ 6։ Բոլոր 6 որոշումները կայացրել է Երևանի դատարան, Երևան քաղաքի քրեական դատարանը։ Երևան քաղաքի քրեական դատարանը կազմված է 30 դատավորից, ու 31 մեկը չեմ հաշվում դատարանի նախագահն է։ Հիմա վիճակագրորեն այդ 6 որոշումները քանի դատավոր պետք է կայացնեին։ Իմ իմանալով ինչ որ վիճակագրություն կա, որ բան, չէ, պրայզվոլնի ուղարկումա դատավորին։ Այսինքն կարող լիներ 6, կարող լիներ լավ 5, լավ կարող 4 լիներ, բայց իրեք արդեն չէր կարող լիներ։ 2 вообще չէր կարող լիներ։ 2 Հաշվել ենք հավանականությունների տեսությամբ 0.0 չեմ մանում քանիս էր տոկոսը հավանականություն։ Այսինքն ուղղորդված դատավարություն, որ մաթեմատիկորեն հիմնավորելի է դա։ 2-ը ընդամենը 2 դատավոր են կայացրել եւ այդ 6 դեպքում էլ նրանք ունեին տարբերակ 1 կալանք, տարբերակ 2 տնային, տարբերակ 3 վարչական, բոլոր 6-ում ընտրել են կալանք, բանտային կալանք տարբերակը։ Սա նույնպես այս մեթոդները շատ են, որով կարելի է քաղաքական հետապնդումը ֆիքսել, ու սա մաթեմատիկական մեթոդ է էլի։ Okay. Եզրափակելով ուզում եմ նորից վերադառնալ օթապարիկների փոխաբերությանը։ Բացի գրուզներից, այդ օթապարիկները ունեն նաև գազի կլապանները, որոնք բոցը բարձրանում է կամ իջնում է։ Հասկացանք, համաներումը կարա գրուզի նման ինքը այդ բեռը գցեց, այդ բարձացավ իրանց ռեյտինգները մի քիչ կարելի ասել, որ ընդդիմությունը այդ փուքսերը չի օգտագործում, քաղբանտարկյալների թեման հետաքրքիր չի այլևս ունկնդիրներին, քաղաքացիներին եւ այլ թե արդեն այդպես վառ չի բոցվում այդ թեման։ Գիտես, ես այս հարցին կակրաս երևի միակ հարցն է, չէ, որ արի չպատասխանեմ, որովհետեւ կարող է մի քիչ մարդիկ նեղանան ինձնից էլի, որտեվ մեղմ ասած բավարար չեմ համարում այն ջանքերը, որ գործադրվել են։ Հատուկ ասեմ, դա չի վերաբերվում առանձին գործիքներին։ Օրինակ, ես եմ տեսել եւ երևի այն քչերից մեկն եմ, որ շատ ավելին եմ տեսել, քան հարությունն է տեսնել, թե ինչպես են մարդիկ այցելում
բանտային կալանքի տակ գտնվողներին իսկապես այցելում են, անընդհատ են այցելում։ Այդ գործիքը շատ լավ է աշխատում, բայց երևի միակ բանն է, որ լավ է աշխատում, ուրիշ ոչինչ։ Ես նկատի ունեմ նույն միջազգային ատյաններում բարձրացնել այդ հարցը, անընդհատ տեղեկացնել, անընդհատ ոնց որ դուր ծեծել զանգ։ Էդ էլ է հավանաբար արվում, բայց այդտեղ էդ էլ բավարար չի, որովհետև միջազգային ատյաններն էլ իրանց ամեն ինչի գին ունի, էլի, իրանց Okay. այսինքն դրա փոխարեն ինչ որ զիջում է անում, ինչ որ պրոթուրքական որոշում է կայացնում, այս պահին թուրքական եւ եվրոպական շահերը ցավոք սրտի այս ժամանակային փուլում համընկնում են եւ աչք են փակում այն խայտարակությունների առաջ։ Ես այնտենց եմ ընկալում։ Ավելի շատ ես այդտեղ խնդրեմը կտեսնեի, տես օրինակ մենք ժամանակին խոսում ենք, որ միասնական ճակատ է պետք, որ իմու քոչը լինի օրինակ։ Նույնիսկ լսումներ եղան ազգային ժողովում, դրա մասին իմ գործընկերը Վարազդատ Հարությունյան խոսեց, դրական արձագանք եղավ, բայց ոնց որ թե տեղից շարժվեց այս հարցը։ Եվ ձևաչափ է պետք, մենք անընդհատ ենք դրա մասին, մենք մեր փորձառությունից ելնելով մենք ասում ենք ժողովուրդ, մեզ պետք է մի քաղաքական ինստիտուտ, դες մենք ինչից սկսեցինք։ Ովքեր են քաղբանտարկյալները։ Պետք է ինչ-որ մի հեղինակավոր կառույց լինի, լավ կլինի դա քաղաքական լինի, իրավապաշտպանների ներգրավմամբ, որ յուրաքանչյուր դեպքում իր գնահատականը տասի, ասի, այս դեպքում մենք գործ ունենք քաղաքական, հետապնդման հետ քաղբանտարկյալի հետ SSS պատճառներով իմ ասած չափանիշները կիրառելով, այս դեպքում չէ։ Մեկ, երկրորդը սոցիալական խնդիրներով զբաղվի այդ մարդկանց, երրորդ փողոցային, այսինքն անընդհատ Հայաստան մտնում է մի եվրոպացի պաշտոնյա, ինքը պետքա շանս չունենա քաղբանտարկյալների հարցը չտեսնի, փողոցներում պիկետներ, միցինգներ, փողոցային պայքարի հարց պետքա լինի։ Պետքա ինչ-որ խումբ գործողվի են Իսրայելորու Հովսեփեմինի պես արտասահմաններ, որ դռնից հանեն, պատուհանից մտնեն, պատուհանից հանեն երթիկից մտնեն։ Այսինքն սա աշխատանք է։ Ընդդիմությունը, այսպես ասած, խորհրդարանական ընդդիմություն Եվ արտախորհրդարանական։ Ես արտախորհրդարանական իմաստով ասեմ, մի բան անում է փայլուն։ Այդտեղ բան չունեմ ասելու, հարց չկա։ Դա այցելությունները բարեխիղճ, պարտաճանաչ մարդիկ այցելում են, մարդիկ փորձում են օգնել, եթե տեխնիկական չասեմ, իրավական որոշակի հարցեր են լինում, որոնք որ տենց լուծելի են, զբաղվում են, այդ մասով հարց չկա, բայց դա բավարար չի։ Դրա համար ձեռնպահ մնամ։ Ձեռնպահ մնալով էլ ավարտենք այս հաղորդումը։ Չէ, չեմ ուզում այդ տխուր նոտայով ավարտենք, ուզում եմ ասեմ, եթե մենք ունենք տենց չձևավորված, հա, պահանջատիրություն, ինչ պետքա մենք անենք, սովորական քաղաքացիները, մեր ունկնդիրը ինչ պետքա անի, որ իր երկրում չլինեն քաղբանտարկյալներ։ Ես կարծում եմ առաջի հերթին պետքա իր դիրքորոշումը ցույց տա։ Սոցիալական ցանցերում կլինի, չեմ ասում ինչ-որ բռնության պարզա, ես կոչ եմ անում բռնության կոչեր չանել, հայոյանքներ չօգտագործել եւ այլն, դա ուղիղ եւ հստակ եմ այդ կոչը անում, բայց դիրքորոշում հայտնել մեկ եւ երկրորդ լինել երկրներ կան, որտեղ կա այդ լիգը իզբիրացիլ է, չէ՞, այդպես գաղափար կա։ Այսինքն ես չեմ ընտրվելու, բայց ես ակտիվ ընտրող եմ եւ քո արժեվ պահանջարկ եմ դնում։ Եվ քեզ ասում եմ այս ռանով զբաղվի, հարգելի, կամ քո նախընտրական պլաններում այդ ծրագրերում այս հարցը մտցրու, որ հետո վաղեմիսօր ես քեզնից այս հարցի պատասխանը ուզեմ։ Այսինքն կարելի ասել հանրային պահանջը ձևավորել։ Այո, հանրային պահանջարկ ձևավորող լինի քաղաքացին։ Կարանք դիմելով մեր ունկնդիրներին, ասենք, որ եթե դուք չեք ուզում դառնալ հերթական քաղբանտարկյալ, ապա պայքարեք դրա համար արդեն հիմա։ Հա, եւ այստեղ խնդիրը քաղաքական ուժերի մեջ չի։ Հա, չէ, ընդհանրապես Ես հիմա չեմ խոսում նրա մասին, այս իշխանություններից դուր չեն գալի դրա համար, չէ, մեզ ընդհանրապես մենք պետքա երաշխիքներ ունենանք, որ հաջորդ իշխանությունը այս գործիքի չդիմի, սա հավասարապես կարելի է։ Որ Հայաստանում երբեք չլինեն քաղբանտարկյալներ։ Այո, որ մեր երեխեքը մոռանան այդ ինչեր։ Okay։ Եվ որ Հայաստանում երբեք չլինեն քաղբանտարկյալներ եւ որ մեր ապագա սերունդները նույնիսկ չիմանան ինչ։ Բարարաններից այդ բառը հանվի մեր լեզվով։ Բարարաններից հանվի այդ բառը եւ որ դրա համար դուք պետք է պայքարեք։